Սոսը եկել է։ Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում իրադարձությունները գնալով ավելի դրամատիկ ու բարդ բնույթ են ստանում, հեռուստադիտողներին պահելով լարվածության գագաթնակետին։ Հեռուստասերիալի ստեղծագործական թիմը նոր լիցք է հաղորդում սյուժեին, ներգրավելով արդեն հայտնի ու սիրված դերասանների և բացահայտելով հերոսների անցյալի, ներկայի ու ապագայի ամենախոր ու հուզիչ կողմերը։ Սերիալի նոր դրվագների կենտրոնում է Արամը, ում կյանքը կտրուկ փոխվում է մի ճակատագրական իրադարձության արդյունքում։ Նա ծայրահեղ վիճակում հայտնվում է հիվանդանոցում, իսկ այս նոր շրջադարձն ամբողջությամբ փոխում է թե նրա, թե ընտանիքի մյուս անդամների կյանքը։ Իրադարձություններն այնքան լարված են, որ ստիպում են Սոսին և Լիլիթին, Արամի ծնողներին, շտապ վերադառնալ Մոսկվայից Հայաստան իրենց որդու կողքին լինելու և ճշմարտության դեմ առ դեմ կանգնելու համար։ Հեռուստադիտողներին, ովքեր երկար ժամանակ էին սպասում Սոսի հայտնվելուն, սպասվում է մեծ անակնկալ։ Այդ կերպարին կյանք է տալիս ճանաչված ու սիրված դերասան Արտաշես Մխիթարյանը։ Նրա հայտնվելը սերիալում բերում է նոր թափ սուր բնավորությամբ հերոս և հավանաբար մի շարք չբացահայտված գաղտնիքներ։ Սոսի վերադարձը ոչ միայն ընտանիքի վերամիավորման հնարավորություն է, այլ նաև նոր կոնֆլիկտների սկիզբ։ Այս զարգացումները սերիալին նոր խորություն են տալիս՝ մի կողմից ծնողական ցավ, պատասխանատվություն և մեղքի զգացում, մյուս կողմից երիտասարդ հերոսների՝ Արամի, Անգելինայի, Հենրիի, նույնիսկ Միքայելի բարդ հոգեբանական աշխարհը, որտեղ միմյանց խառնվում են սերը, վախը, մեղավորությունը և ճշմարտության փնտրտուքը։ Հեռուստասերիալի ինստագրամյան էջում արդեն սկսվել են ակտիվ քննարկումներ Սոսի և Լիլիթի վերադարձի շուրջ։ Դիտողները գրում են, որ սպասում են բացահայտումների ալիքի, իսկ ոմանք վստահ են՝ Սոսի կերպարը ևս կրում է մի գաղտնիք, որն ի վերջո կփոխի սերիալի ողջ ընթացքը։ Ամենահետաքրքիրն ու ամենալարվածը դեռ առջևում է, այնինչ հեռուստադիտողը մտածում է որպես վերջ, Դիանա Գրիգորյանի ձեռքով վերածվում է նոր սկզբի։ Վերջին զանգը հերթական անգամ ապացուցում է, որ սերը, ընտանիքը, կեղծիքը և ճշմարտությունը, երբ խաչվում են, բերում են անկանխատեսելի ու հուզիչ ավարտներ, իսկ երբեմն նոր ողբերգությունների։ Հեռուստասերիալների ամենաազդեցիկ և քննարկվող անուններից մեկը։ Նրա հեղինակած սցենարները գրեթե միշտ բուռն արձագանք են գտնում թե սոցցանցերում, թե մամուլում։ Այնինչ առանձնացնում է Դիանա Գրիգորյանի ստեղծագործական ձեռագիրը, դա իրադարձությունների անսպասելի շրջադարձերն են, հերոսների հակասական վարքն ու լարված, երբեմն ցնցող զարգացումները։ Դիանա Գրիգորյանի սցենարներում գրեթե չկան հանգիստ հատվածներ, դրանք մշտապես տանում են հեռուստադիտողին ծայրահեղ ապրումների միջով՝ սեր, դավաճանություն, ընտանիքի կորուստ, գաղտնիքներ, հանկարծակի մահեր կամ վերապրած ճշմարտություններ։ Սա է պատճառը, որ նրա նախագծերը մշտապես դիտելի են։ Նրա կերպարները երբեք պարզ ու միանշանակ չեն։ Հաճախ հերոսները հայտնվում են բարոյական երկընտրանքի առջև։ Օրինակ, վերջին զանգում Անգելինան ու Հենրին սիրահարված են, բայց հայտնվում են մի իրավիճակում, որտեղ ստիպված են կասկածի տակ առնել իրենց զգացմունքների թույլատրելիությունը։ Սա հիանալի սցենարային հնարք է հերոսներին փխրուն դարձնելու և հանդիսատեսին հուզելու համար։ Նրա ստեղծած հերոսները հաճախ ունեն բարդ անցյալ, խորը հոգեբանական դրդապատճառներ։ Միքայելը վերջին զանգը սերիալում, օրինակ, ոչ միայն ծնող է, այլ նաև մարդ, ով սեփական վախերի ու սխալների արդյունքում վերստեղծում է նոր իրականություն, խաբելով նույնիսկ սիրելի մարդկանց։ Սցենարներում հաճախ մի փաստ, որ թաքցվել է տարիներով, ի հայտ է գալիս ամենաանսպասելի պահին՝ հարսանիքի, մահվան կամ վիճաբանության ժամանակ։ Այդ պահերը գրեթե միշտ ունեն ցնցող էֆեկտ և բերում են սյուժետային նոր շրջադարձերի։ Թեև առաջին հայացքից սերիալները կենտրոնացած են ընտանեկան և սիրային թեմաների վրա, Դիանա Գրիգորյանը երբեմն սահուն կերպով անդրադառնում է նաև սոցիալական խնդիրների։ Միակողմանի ծնողություն, մանկության տրավմաներ և դասակարգային տարբերություններ։ Նրա նախագծերը հաճախ ուղեկցվում են սոցիալական մեդիայի ակտիվ ներգրավմամբ։ Դիտողները հարցեր են ուղղում դերասաններին, ենթադրություններ են անում, իսկ երբեմն նույնիսկ ազդում են սցենարի ուղղության վրա։ Սա նոր շունչ է հաղորդում հեռուստատեսային արտադրանքին։
Դիանա Գրիգորյանի սցենարային աշխատանքը միանշանակ չի ընկալվում բոլորի կողմից։ Ոմանք նրան մեղադրում են չափազանց թատերական ու սենսացիայի վրա խաղալու համար, իսկ ուրիշները գովում են նրա կարողությունը պահել հանդիսատեսի ուշադրությունը և ստիպել նրանց ապրումակցել հերոսներին։ Բայց մի բան անժխտելի է, նա ձևավորել է հայկական հեռուստասերիալների նոր չափանիշներ, բեմադրելով ոչ միայն պատմություններ, այլ նաև հույզեր, խաբեություն ու ներքին պայքար։